Պարոն Պողոսյան, այն կույր հավատարմությունը, որ դուք տածում եք առ այս իշխանություններ, առ Նիկոլ Փաշինյան, դրան կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը և Արտուր Հովհաննիսյանը։ Ես ձեզ կոչ եմ անում կանգ առնել, իսկապես կանգ առնելու կոչ եմ ձեզ անում, որովհետև այն ինչ տեղի ունեցավ օրերս Նոր Նորքի թաղապետարանում, այստեղ նստած իշխանական պատգամավորներից որևէ մեկը այդ համարձակությունը, այդ քաղաքական համարձակությունը չունեցավ, այդ բեռը իր ուսերին դնելու ու պաշտպանելու թաղապետին, բայց դուք, լինելով քննչական կոմիտեի ղեկավար, այդ բեռը, այդ պատասխանատվությունը վերցրեցիք ձեր ուսերին։ Պարոն Պողոսյան, ձեր ելույթը, հարց ու պատասխանները կարելի է ամփոփել այս երկու լուսանկարների մեջ, այս երկու անորակ լուսանկարների մեջ, որովհետև այն արդարադատությունը, որ դուք իրականացնում եք, այս լուսանկարների նման անորակ է, պարոն Պողոսյան։ Ես Լիլիթին տեսել եմ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, 2 օր առաջ տեսակցել եմ իրեն, Լիլիթը այս նույն հագուստով էր գտնվում, պարոն Պողոսյան, այս նույն գիշերազգեստով էր գտնվում, հողաթափերով էր գտնվում, կնոջը բնորոշ, ներողություն եմ խնդրում, ֆիզիոլոգիական վիճակում էր գտնվում, 8 ոստիկաններ, Կումայրիի բաժնի ծառայողները, ներխուժել են Լիլիթի բնակարան, տարեց մոր 78-ամյա կնոջ ներկայությամբ, առանց թույլ տալու, որ կինը գոնե իր հագուստը փոխի, այլ բան չեմ ասում, առանց թույլ տալու, որ իր հագուստը փոխի, բերման են ենթարկել բաժին, 2 օր շարունակ շուրջերկրյա ճանապարհորդություն են իրականացրել էլ հիվանդանոցներով, էլ ԶՊՎ-ով, էլ բաժնով, վերջին հանգրվանը եղել է Աբովյան քրեակատարողական հիմնարկը։ Պարոն Պողոսյան, դուք պետք է ուշադիր լինեք ձեր բառերի նկատմամբ։ Դուք այս ամբիոնից լինելով քննչական կոմիտեի ղեկավար, ասում եք, որ բազմաթիվ քրեական գործերով է անցնում Լիլիթ Աղեկյանը։ Ես ընդմիջման ժամանակ հասցրել եմ ճշտել, բազմաթիվ քրեական գործերով չի անցնում Լիլիթ Աղեկյանը։ Դուք ասում եք, դուք Լիլիթ Աղեկյանին մեղադրում եք հանցագործության մեջ։ Եթե ես չեմ սխալվում, մեր երկրում դեռևս մարդուն հանցագործության մեջ կարելի է մեղադրել, եթե կա դատարանի ուժի մեջ մտած վճիռ։